Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները Պոլիտիկ.am եթերում եւ ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր օրը 5-շաբթի է, մենք քննարկելու ենք օրվա մամուլի, տեղական մամուլի կարևորագույն հրապարակումները, միջազգային մամուլից հրապարակումներ, որոնք ձեզ թույլ կտան պատկերացում կազմել թե աշխարհում եւ հատկապես մեր տարածաշրջանում ինչ է կատարում, ինչպես նաեւ մեկ կամ երկու հրապարակում Պոլիտիկ.am կայքից եւ այսպես Հրապարակ օրաթերթը գրում է. ՔՊ-ից հեռացված եւ նոր կուսակցություն հիմնած Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը քաղաքական նոր բևեռ են ուզում ձևավորել, որը կլինի նախկին նախագահների ուղեցրից դուրս։ Երեք նրանք առաջին հանդիպումն են ունեցել այմ նախագահ Պարույր Հարիկյանի հետ։ Քննարկվեց ներքաղաքական զարգացումների կոնտեքստում ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա ապահովելու համար ճանապարհային քարտեզի նախագիծ։ Որոշվեց կոնսոլիդացիայի խնդիր լուծելու համար համատեղել երկու կուսակցությունների ջանքերը։ Երեք տեղեկացրեց Հակոբ Ասլանյանը, Մասկը մտադիր է հանդիպել նաև Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, ինչպես նաև միասնություն շարժման հետ, որի ղեկավարը Արման Վարդանյանն է, ընկերները նրան վրաց են ասում։ Հետաքրքիր զարգացումներ են ընդդիմադիր դաշտում այս իմաստով եւ ոչնչով չեն տարբերվում նախկինում եղած զարգացումներից։ Ընդդիմադիր դաշտում միշտ կան փոքր խմբեր, որոնք կարծում են, որ իրենք այ որ միանան, այսինքն 100 հատ փոքր խումբ միանա, իրենք կդառնան հզոր ընդդիմադիր բևեռ, երբեք այդպես չի եղել Հայաստանի կամ որևէ այլ պետության պատմության մեջ, հատկապես այդպես չի եղել այն պատճառով, որովհետև այս մարդկանց մեծ մասը, այն անունները, որոնք հնչեցին այս հոդվածում, նրանց մեծ մասը ծառայել եւ իմ համոզմամբ գաղափարապես գոնե ծառայում է Նիկոլ Փաշինյանին եւ չի կարելի կարծել, որ մարդիկ հիմար են ու սկսելու են մտածել, որ այ նախկին ներկա այս շրջագծից դուրս է Էդմոն Մարուքյանը, Հովիկ Աղազարյանը կամ Հակոբ Ասլանյանը։ Էդմոն Մարուքյանը, Հակոբ Ասլանյանը, Հովիկ Աղազարյանը ամենածանր պահերին պահել են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կիսել են նրա այդ պատասխանատվություն, Էդմոն Մարուքյանը եւ մյուս երկու անունները մինչև Արցախի վերջնական հանձնումը աջակցել են, հիմնավորել են այդ հանձնումը, Էդմոն Մարուքյանը Պետրոս Ղազարյանի սիրելի հյուրերից մեկն էր դարձել, որը բացատրում էր, թե ինչ լավ է Արցախը հանձնելը, Ադրբեջանի մաս ճանաչելը եւ ինչ հրաշալի քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանը։ Իսկ նախկինների ուղեցրից դուրս իրենց ցանկությունը, այսպես հոդս է ցնդում Պարույր Հարիկյանի անունը հնչեցնելիս, ես հիշեցնեմ Պարույր Հարիկյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին այդ իշխանության կողմից ձևավորված Սահմանադրական հանձնաժողովի ղեկավարը, որը սահմանադրական բարեփոխումներ էր նախաձեռնել եւ փոխկապակցված է եղել այդ իշխանության հետ, դրանից առաջ այլ ճանապարհներով է փոխկապակցված եղել, այնպես որ կարծում սա անիմաստ զբաղմունք է, որը երբեք չի պակասում Հայաստանի քաղաքական կյանքից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Միջուկային պատերազմի հարևանությամբ ապրող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրանգել է Հայաստանի էլեկտրական ցանցերը ազգայնացնել եւ դրա համար նախատեսված հրանգի ժամկետը լրանում է 2 օրից։ Հունիսի 21-ին ենթականները պետք է Փաշինյանին զեկուցեն ինչպես խլել ցանցերը Ռուսաստանյան բնակ գործարար բարերար Սամվել Կարապետյանից։ Օրաթերթը ուսումնասիրեց 2015 թվականից կայացած գործարքը, որի արդյունքում Interrao Holding BV-ից հեծը անցավ Lormand Holding Limited ընկերությունների խմբին, տեղեկացնենք, որ հեծի բաժնետոմսերի գնորդ Lormand Holding Limited ընկերությունը, ինչպես նախորդ Interrao Holding BV ընկերությունը օֆշորային տարածքում Կիպրոսում գրանցված ընկերություններ են։ Այսինքն հեծին վերաբերվող ցանկացած գործողություն նշանակում է ոչ միայն ներհայաստանյան ինչ-որ իրողություն, այլև միջազգային սկանդալ։ Նիկոլ Փաշինյանը պետք է իր քմահաճույքները բավարարելու համար շրջանցի Հայաստանի կառավարության եւ Կիպրոսի կառավարության միջև ներդրումային խրախուսման եւ պաշտպանության 1998 թվականի օգոստոսի 3-ին ստորագրված փաստաթուղթը։ Ես զարմանում եմ իհարկե հոդվածագրի միամտության վրա, որ կարծում է, թե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ օրենքներ, սահմանադրություն, միջազգային փաստաթուղթ ստիպելու է այս կամ այն գործողությունը չանել։ Փաշինյանի համար կա մեկ միջազգային փաստաթուղթ, հավանական փաստաթուղթ, որը սրբության պես պահելու դա լինելու է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կնքվելիք փաստաթուղթը, եթե այն կնքվի։ Մնացած բոլոր փաստաթղթերը Փաշինյանի համար որևէ նշանակություն չունեն։
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է տրորել բոլոր օրենքները, համաձայնագրերը, միայն թե հասնի իր նպատակին, եւ այս պարագայում ես կարծում եմ ոչ միայն փաստորեն հեծն է իր թիրախում ՍԱՏՄ-ի հայտարարություններից մենք հասկանում ենք, որ նաեւ փորձում են խլել մարդկանցից Կարապետյաններից տաշիր պիցաների ցանցը, այնպես որ զարմանալ պետք չէ եւ ակնկալել պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանը օրինականության սահմաններում է գործելու։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որ կարծես որոշել է կուսակցական կարիեր անել, ԱԺ-ում բյուջեի կատարողականի ելույթում հիշել էր մի քանի տարի առաջ ընդդիմադիր պատգամավորները իր սենյակ մտնելը։ Հետո Ավանեսյանը շշպռեց ընդդիմությանը, հասցրեց կասկածի տակ դնել կաթողիկոսի կուսակրոնությունը։ Մի նախարար, որի ամուսինը ըստ մամուլի հրապարակումների աղանդավորական կազմակերպության անդամ է։ Գիտեք, երևի թե սա էլ կարելի է դասել միամտությունների շարքին, հոդվածագրի միամիտ հոդվածագիրների շարքին, այս հոդվածի հեղինակին, ինչու, որովհետև Նիկոլ Փաշին ոչ միայն Անահիտ Ավանեսյանի ամուսինն է, այսինքն աղանդավորական կազմակերպության անդամ, եւ զարմանալի է, որ իրենք խոսում են կաթողիկոսի կուսակրոնությունից, մենք մեր նախորդ հրապարակումներում էլ խոսել ենք, եկեղեցու եւ կաթողիկոսի դեմ արշավ են վարում այնպիսի մարդիկ, որոնց ֆոնին Անահիտ Ավանեսյանը անգամ կարելի է ընկալել որպես բարոյականության էտալոն։ Ուրեմն կաթողիկոսի եւ եկեղեցու դեմ արշավ է վարում մարդ, որը փորձել է սեռական կապի մեջ մտնել սեփական մոր հետ։ Իր մայրը հատկապես այդպիսի ցուցմունք է տվել, այսինքն ես ոչ տեսել եմ, ոչ վկան եմ, դա իրենց ընտանեկան խնդիրն է։ Մարդ, որը իր մոր դեմ կեղծ ցուցմունք է տվել։ Դատարանում իր կատարած հանցագործությունը գցելով սեփական մոր վրա։ Մարդ, որը նույնպիսի այդ կեղտոտ սեռական պատմությունների մեջ է եղել իր հարսի հետ։ Մարդ, որը պետական պաշտոնյա, որը ունի օրինական կին, որը ապրում է պետական ամառանոցներից մեկում, պետության հաշվին եւ ինքը ապրում է այլ կնոջ հետ իր սեփական տանը։ Եվ այսպես շարունակ, այսինքն որևէ խնդիր չկա այս մարդկանց համար, իրենք լինեն բարոյականության հետ լրջագույն խնդիրներ ունեցողներ, բայց միևնույն ժամանակ խոսեն բարոյականությունից։ Ինչի Նիկոլ Փաշինյանն է բարոյական։ Ինչի Աննա Հակոբյանը իրավունք ունի խոսել հոգևորականների բարոյականությունից, չգիտեմ, մանկապիղծներից կամ այսպես շարունակ։ Այդ երբ են վաստակել նման իրավունք, այդ որ վարքագծով, որ ապրելակերպով են վաստակել։ Ես էլի իրենց բարոյականությունը քննարկման առարկա չեմ դարձնում, բայց արդյոք իրենք այն մարդիկ են, որոնք պիտի որևէ մեկի բարոյականությունը քննարկեն։ Որևէ մեկի բարոյականությունը քննարկողը պիտի պատրաստ լինի, որ իր բարոյականությունը եւս քննարկեն, իսկ արդյոք ինքը բարոյական է, ինչպես ասում են, արդյոք իսկ բարոյական մարդ էր հանգուցյալը հայտնի ֆիլմում, եթե հիշում եք, այդպիսի հարցեր են շում։ Փաստորաթերթը գրում է. Արցախի հանրապետությունն ուներ իր կամերային նվագախումբը, այն ստեղծվել է 2004 թվականին եւ գործունեություն է ծավալել նույնիսկ ամենածանր ժամանակներում։ Իդեպ նշենք, որ այն գործել է հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի Արցախ հայաթափվելուց եւ հանձնելուց հետո արմատապես փոխվեց բոլոր արցախցիների, այդ թվում այս կամերային նվագախմբի երաժիշտների ճակատագիրը։ Դրանից հետո հայտնի երաժիշտներ Հասմիկ Պապյան եւ Նարեկ Հաղթազարյանը բանակցություններ են վարել ՀԲՄ-ի հետ եւ համոզել շարունակել ֆինանսավորումը։ Հետաքրքիր է, որ այս երաժշտախմբի արցախցիների թիվը գնալով նվազում է։ Ստացվում է Արցախ բրենդն օգտագործում է, ինչը վատ չէ, նույնիսկ շատ լավ է եւ գովելի է։ Սակայն արցախցիները դուրս են մնացել նվագախմբից։ Տարբեր տեղեկություններով մնացել է 5 կամ 6 արցախցի երաժիշտ։ Հրապարակ օրաթերթը գրում է. երեկ Սամվել Կարապետյանի ծննդավայր Տաշիր քաղաքից դեպի Երևան եկող ճանապարհի վրա ճանապարհային ոստիկանությունն ուժեղացած ծառայություն է իրականացրել։ Բազմաթիվ ոստիկանական մեքենաներ են շրջել, ստուգել են դեպի Երևան գնացող բազում մեքենաների, ուղևորներից ճշտել են ուր են գնում, ինչ նպատակով։ Փաշինյանը Կարապետյանի դեմ գործ է դրել պետական ողջ մեքենան, ըստ ամենայնի վախեցել է, որ Կարապետյանի հայրենակիցները կշտապեն Երևան ի աջակցություն նրա բողոքի ձայն կբարձրացնեն։ Նշենք, որ երեք հարյուրավոր քաղաքացիներ Կարապետյանի որդու եւ դստեր կոչով հավաքվել էին դատարանի առջև եւ պահանջում էին անհապաղ ազատ արձակել նրան։ Ես նկատեմ, որ Նիկոլ Փաշինյանը որևէ
միջոցի առաջ կանգ չի առնի Սամվել Կարապետյանի դեմ պայքարում, ինչպես նաև իր բոլոր ընդդիմախոսների դեմ պայքարում, ամեն մեկի իր կշռի չափով հակադարձում իհարկե կստանա, Սամվել Կարապետյանի դեպքում դա ավելի մեծ կլինի, եւ ես կարծում եի, որ Սամվել Կարապետյանը անելով հայտարարություն ըստ էության ձեռնոցս նետելով իշխանություններին, ինչը գովելի է, պիտի որ հաշվարկած լիներ իշխանությունների արձագանքը եւ ըստ այդմ նաև պլանավորած լիներ իր անելիքները։ Այսինքն այսօր ոչ թե պիտի մարդիկ անակնկալի գային ասեին ինչ պետք է անել, այլ պիտի պլանավորված լիներ, որովհետև եթե դու անում ես գործողություն, դու գիտես գործ ունես բարոյական արժեքներ չունեցող, սրիկական վարքագիծ ունեցող իշխանությունների հետ, հայրենադավ իշխանությունների հետ, ապա դու պիտի պատրաստ լինես վատագույն սցենարին։ Եվ եթե անում ես քայլ ու ստանում ես սրիկական իշխանությունների կողմից սրիկական պատասխան ու վարքագիծ, չպիտի զարմանաս դրանից։ Ուրիշ ինչ էր, այսինքն օրինականություն էիք ուզում սպասել Նիկոլ Փաշինյանից, ինչ էիք ուզում սպասել։ Այս առումով ես կարծում պետք է դեռ սպասել, տեսնել, թե ինչ ունեն պլանավորած Կարապետյանները կամ նրանց խորհրդատուները, եթե որևէ բան չեն պլանավորել, ապա հարց է առաջանում իմաստը որներ այդ ձեռնոցն նետելու։ Հրապարակ թերթը գրել է. ԿՊԱ-ական պատգամավորները երեք ողջ օրը կրնկակող հետապնդեցին Նիկոլ Փաշինյանին, որը բյուջեի քննարկումներով պայմանավորված ամբողջ օրը ստիպված էր անցկացնել ԱԺ-ում, ԿՊԱ-ական ֆրակցիան ըստ ամենայնի հենց Փաշինյանի ցանկությամբ թիկնազորի նման ուղեկցում էր նրան ամենուր, սրճարան գնալիս, Բաքում զբոսնելիս, անգամ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Հավանաբար այնքան անպաշտպան է իրեն զգում ու հոգեբանորեն ընկճված, որ գրուպա Պատձերշկի հետը պտտեցնում, խմբի ղեկավարն Ալեն Սիմոնյանն էր, որն ասես Փաշինյանի հարսնաքույրը լիներ, կիպ կպած ուղեկցում էր ամենուր, մոռանալով, որ քաղաքական մարմնի ղեկավար է, ոչ թե վարչապետի համահարզը, խմբի մեջ էին Արուսյակ Ջուլհակյանը, Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը, Արման Եղոյանը, Նարեկ Գրիգորյանը եւ այլք։ Այս թափորի իմաստը նաև այն է, որ տպավորություն չստեղծվի, թե նախորդ օրվա անօրինական հակասահմանադրական հայտարարություններն ու հրահանգները թիմը չի կիսում ու ինքը ԿՊ-ում իշխանություն չունի։ Մանավանդ որ ԱԱԾ տնօրենի հետ կապված միջադեպից հետո ամեն օր քննարկում էին, որ Փաշինյանի իշխանությունը տապալված է ուժայինների իրապահ համակարգում եւ նրա պաշտոնավարումը մազից է կախված։ Իրականում մենք հաճախ շտապում ենք եզրահանգումներ անել, Փաշինյանի իշխանության սրիկայությունը շատերը խորությամբ երևի թե չեն պատկերացնում եւ չեն հասկանում, որ Փաշինյանը հեշտ գնացողներից չէ։ Փաշինյանը պատրաստ է պետության անվտանգությունը մազից կախել, Փաշինյանը պատրաստ է հազարավոր զոհեր տալ եւ դրա մասին ակնարկներ արել է եւ պատերազմից անմիջապես հետո եւ վերջերս եւ իրեն իշխանությունից հեռացնելը այդքան հեշտ գործ չի լինելու։ Մեկ հայտարարությամբ հաստատ չի ստացվելու։ Հրապարակ թերթը գրել է. չնայած պաշտոնապես հրաժարվում են գաղտնազերծել Թուրքիա կատարելի կայցի օրակարգը, Նիկոլ Փաշինյանն էլ երեք չպարզաբանեց, թե ինչու է մեկնում մի երկիր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, սակայն անգամ ԿՊ թիմում սկսել են խոսել, որ Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի կամ նախնական փաստաթուղթ ստորագրվի խաղաղության վերաբերյալ։ Մի քանի օր է փորձագիտական շրջանակներից բարձրաձայնում են, որ Ալիևն էլ է մեկնելու Թուրքիա, եւ Էրդողանի միջնորդությամբ կողմերը կարող են գալ համաձայնության ստորագրել պայմանագիրը, ինչը կնշանակի բացառել երրորդ կողմի ռազմական ներկայությունը, այսինքն ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է դուրս գա Հայաստանից։ Համաձայնագիրն ունենալու է նաև կից հավելված, որում ներառված է լինելու Ալիևի բոլոր մյուս պահանջները, այդ թվում 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձը։ Թուրքիայի մասով, Թուրքիայի հարաբերությունների մասով մենք առանձին հոդված ունենք, դրան կանդրադառնանք, բայց այո նկատենք, որ Թուրքիայի հետ վարվող բանակցությունների մասին մենք որևէ բան չգիտենք, մենք չգիտենք ինչ են իրենք քննարկում, ինչ են պայմանավորվում, մենք չգիտենք ինչ են պայմանավորվում Ալիևի հետ, բայց մենք գիտենք մի բան, որ Նիկոլ Փաշինյանը ունի մեկ նպատակ՝ պահելու իշխանությունը եւ այդ նպատակին հասնելու համար ինքը պատրաստ է իրագործել Ալիևի եւ Էրդողանի բոլոր ցանկությունները, ամենասյուրռեալիստական ցանկությունները դուք կարող եք պատկերացնել, անգամ դա պատրաստ է անելու, եթե նրանք կարողանան երաշխավորել իր իշխանության պահպանումը։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. իշխանությունը հիմնականում Նիկոլ Փաշինյանը այժմ ողջ պետական ապարատը ուղղել է գործարար Սամվել Կարապետյանի եւ նրա ընտանիքին վնասելու գործընթացին։ Զուգահեռ զբաղված է կաթողիկոսի հեռացման հարցերով։ Օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը կաթողիկոսին փոխելու վերաբերյալ շարունակում է օրակարգում մնալ։ Ըստ մեր աղբյուրների այդ գործընթացը եւս շարունակվում է ու ներքին բոլոր քննարկումներում հարցը մնում է օրակարգային, գրել է Ժողովուրդ օրաթերթը։ Ես հիշեցնեմ, որ օրերս մենք հրապարակել էինք տեղեկություններ, ըստ որոնց հունիսի 11-ին տեղի է ունեցել կաթողիկոսին հեռացնելու, եկեղեցու դեմ արշավ իրականացնելու այդ այսպես կոչված նախաձեռնող խմբի առաջին նիստը, որը վարել է Նիկոլ Փաշինյանը, շեշտը եղել է հետևյալը, որ պիտի ներգրավվեն մարզերից հնարավորինս շատ քաղաքացիների եւ խոստացվել է, որ այդ ներգրավվածությունը երբ որ ապահովի, երբ որ իրենք այսպես կոչված հաղթանակի հասնեն, բոլոր մասնակիցները պետական պաշտոնների կամ աշխատանքի տեսքով պարգևատրվելու են։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով վաղ ազգային ժողովը պետք է վերջապես ավարտի կառավարության ներկայացրած 2024 թվականի բյուջեի կատարողականը եւ մի քանի օրակարգում շատ հարցեր կան, բայց այս տարվա նստաշրջանն ավարտվում է եւ վերջին նիստն էլ ազգային ժողովի հերթական նստաշրջանի, ուստի վաղ այն պետք է ավարտվի։ Որքան էլ որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին զրկել անձեռնմխելությունից եւ դրա համար պետք է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գար խորհրդարան, իշխանությունները սակայն չեն հասցնում այս նստաշրջանում այդ հարցը լուծել։ Հոդվածագիրը եւ մյուս անհանգստացողները կարող են հանգստանալ, չանհանգստանալ, Նիկոլ Փաշինյանը միանշանակ հասնելու է այս մարդկանց անձեռնմխելությունից զրկելու իր նպատակին։ Նիկոլ Փաշինյանը այդ հրահանգը տվել է ազգային ժողովի ամբիոնից, սա իրավական գործընթաց չէ միանշանակ, սա քաղաքական հետապնդում է դասական իմաստով, անկախ նրանից անգամ, գիտեք, այդ քրեական գործում հիշատակվող պատմությունը տեղի ունեցել է թե ոչ, սա քաղաքական հետապնդում է, սրա պատվերը տվել է Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից եւ այս ֆոնին եւս պետք է հիշել արևմտյան դեսպանատների լռությունը, որոնք որևէ դեպքում չեն արձագանքում Նիկոլ Փաշինյանի հակաիրավական գործողություններին, եթե այդ հակաիրավական գործողությունները չի վերաբերվում իրենց գործակալներին։ Հրապարակ թերթը գրել է. իշխանության ներսից պատմում են, որ թիմը խիստ անհանգստացած է առաջնորդի առողջական վիճակով ու տրամադրությամբ։ Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը շատ ցրված, գրեթե ցնորված վիճակում է, ամբողջ օրը հեռախոսի մեջ է, հետևում է ոչ միայն Facebook-ում արվող հիմնական գրառումներին, այլև ամենաաննշան մեկնաբանություններին։ Հատ-հատ կարդում է բոլոր մեկնաբանությունները եւ առասարակ բավականին ընկճված վիճակում է։ Այն որ Փաստ օրաթերթը գրում է. այն որ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին բարբերաբար թե անհեթեթ թե անօրինական հրամաններ է տվել, որևէ մեկի համար նորություն չէ։ Դե օրինակ սկսյալ սատանաներ փնտրելու հրամանից, սակայն Սամվել Կարապետյանի հետ կապվածը չի բացառում նաև եկեղեցականների հետ կապված։ Ամենայն հավանականությամբ այն աստիճան ապօրինի կարմիր գծեր հատող հրաման է տվել, որ նույնիսկ շատ այլ հրահանգներ սուսուփուս կատարած, շատ բաների վրա աչք փակած ԱԱՑ տնօրեն Արմեն Աբազյանն է հրաժարվել կատարել, ինչի արդյունքում ազատվել է աշխատանքից։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը երեք փորձում էր պատճառը բերել մի քիչ հանգստանալը, չէր կարող հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարելուց, հավատ չներշնչող ձևակերպամբ, բայց փաստը մնում է փաստ, որ չի կատարել։ Ես ասեմ, որ Արմեն Աբազյանի հետ կապված այսպես շատ չափազանցված մոտեցում կա, այդ մարդը այդքան ռիսկ չուներ Նիկոլ Փաշինյանի հրահանգ չկատարելու, բայց այդ մարդը հայտնվել էր Փաշինյանի թիրախում եւ պիտի ազատվեր պաշտոնից, ես հիշեցնեմ հետ պարբերական հետաքննություններ իրականացրել եւ պարզել էր, որ նրա որդին, երիտասարդ որդին $600,000 բնակարան է ձեռք բերել կինո Մոսկվայի մոտերքում գտնվող մի շենքից, կասկածելի մի պատմություն, եւ Փաշինյանը այս պատմությունը առիթ էր օգտագործելու նրան ազատելու պաշտոնից, իսկ նպատակը մեկն էր՝ ազատվել ռուսների հետ որևէ փոխկապակցվածություն ունեցող հավանական փոխկապակցվածություն ունեցող պաշտոնյայից ուժային կառույցում, քանի որ նա սովորել է Ռուսաստանի Դաշնությունում ծառայության բնույթից ելնելով, հա։ Եվ Արմեն Աբազյանը շարունակում է կրել պատասխանատվություն այն բոլոր սրիկայությունների համար, ինչ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, հատկապես իր ձեռամբ։ Արցախի հանձնումը, քաղաքացիների, քաղաքական գործիչների հետապնդումը եւ շատ ու շատ այլ դրվագներով։ Դրան դեռ պետք է անդրադառնալ իշխանափոխությունից հետո,
բայց արձանագրենք, որ Արմեն Աբազյանի այս հերացումը շատ ավելի շատ կամ հրանք չկատարելը նման էր նրան, որ նա ուզում էր երևի թե հայտնի միլիարդատիրոջ աչքին ապագայում երևալու առիթ ունենալ։ Մինչ կանցնենք մեր հրապարակմանը, կառաջարկեմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեզ եւ այսպես անդրադառնանք մեր հոդվածին, որը հրապարակվել է Պոլիտիկայում։ Շատերը վստահ եմ նկատած կլինեն, որ ՀԿ-ից դուրս Սերժ Սարգսյանի ամենամտերիմները մասնագիտական առումով կառավարությունում կամ իր իշխանության հետ աշխատած մարդիկ, մասնագետները շարունակում են աշխատել եւ ծառայություններ մատուցել նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարության եւ այս առումով մի հոդված կա մի կարևորագույն պաշտոնյայի մասին, որը կարծում եմ իր մասին խոսել հետաքրքիր շերտեր է բացում։ Օրերս ՀԱԳՆ-ն տեղեկացրեց թուրքական կողմի պաշտոնյաների հետ հանդիպման մասին։ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ դեսպան Բերիս Էքինջիի հետ, ասվում էր հաղորդագրության մեջ։ Հանդիպման հայկական կողմից մասնակցել է մի պաշտոնյա, որի ներկայությունը բավականին հետաքրքիր շերտեր է բացում եւ ցույց տալիս նախկին ու ներկա իշխանությունների թուրքական գծի շարունակականությունը, այն աստիճան, որ անգամ համակարգողները նույն անձինք են։ Խոսքը ԱԳՆ քարտուղարության խորհրդական Նայիրի Պետրոսյանի մասին է։ Նայիրի Պետրոսյանը սովորել է ԵՊՀ հարավելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում։ 1999 թվականին նա սովորել է Ֆլետչերի իրավունք եւ դիվանագիտության դպրոցում։ Նույն դպրոցում կրթություն են ստացել նրանք, ովքեր այսօր ծառայում են Արևմուտքի շահերին Փաշինյանի իշխանության տարբեր պաշտոններում։ Սերժ Սարգսյանի օրոք հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ժամանակաշրջանում Նայիրի Պետրոսյանը նշանակվել է նախագահի ռեֆերենտ, զբաղվել Թուրքիայի հարցերով։ Մեր աղբյուրների համաձայն նա եղել է Սերժ Սարգսյանի վստահելի կադրերից մեկը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Սարգսյանը եւս մեկ անգամ ցույց տվեց իր վստահությունը Պետրոսյանի հանդեպ, վերջինս նշանակելով իր պաշտոնաթող նախագահի գրասենյակի ղեկավար։ Պետրոսյանը այդ մասին Facebook-յան իր էջում գրել էր. «Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, նա ինձ առաջարկեց ստանձնել իր Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը։ Նրա որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել եւ սիրով ընդունել եմ այդ առաջարկը։ Գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ հաջորդիվ»։ Սերժ Սարգսյանի այս վստահելի կադրը Նայիրի Պետրոսյանը 2019 թվականին ընդունում է Նիկոլ Փաշինյանի առաջարկը եւ նշանակում Շվեյցարիայում դեսպանորդ եւ այդպես պարզվում է, որ նա ոչ պակաս վստահելի է նաեւ Նիկոլ Փաշինյանի համար։ 2024 թվականին Պետրոսյանը նշանակում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, նստավայրը Ստամբուլ։ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում այս պաշտոնը ըստ էության նման է դեսպանի պաշտոնի, որը ապահովում է Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների կապը։ Նշենք, որ Նայիրի Պետրոսյանը միակը չէ, որ վստահությունն է վայելում միաժամանակ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Հատկապես հայ-թուրքական բանակցությունների հարցում նման կադրային շարունակականությունը հատկանշական է։ Ինչպես նախկինում, այսօր էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ունի բովանդակային շատ նմանություններ, որոնց մասին խոսել ենք ու դեռ կխոսենք։ Այս պաշտոնյայի մասին էի ուզում խոսել եւ հոդվածում հետաքրքիր դիտարկումներ էին արված։ Գիտեք, ինչու է առանձնացված այս դերվագը։ Եվ Սերժ Սարգսյանի շատ կադրեր կան, որոնք շարունակում են ծառայել Նիկոլ Փաշինյանին պետական ապարատում։ Նիկոլ Փաշինյանը մանրախնդիր, քինախնդիր, ավարտված սրիկա է։ Եվ դրա մասին գիտեն իրեն ճանաչողները։ Մարդը արդարադատության փոխնախարարի պաշտոնից ազատեց մի կնոջ, որը ուղակի լուսանկար ուներ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ։ Իսկ լուսանկար ուներ, քանի որ Ռոբերտ Քոչարյանի դստեր
համակուրսեցիներ եղել։ Այս դրվագը ստիպեց նրան ազատվել այս պաշտոնյայից, հետո ազատվեց նաև նախարարից, որը նշանակել էր այդ պաշտոնում Քոչարյանի դստեր համակուրսեցում։ Բայց հիշեք, այսինքն ինքը որևէ խնդիր չուներ այն իրողության հետ, որ արդարադատության նախարարը Միքայել Մինասյանի հարազատ եղբայրը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբայրը, բայց որ այդ հարազատ եղբոր տեղակալը լուսանկար ունի Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ, դա խնդիր է։ Այսինքն ինքը խնդիր չուներ իր կողմից իբրև թե մերժված Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարին տանել իր կառավարությունում պաշտոնի տեղավորել, հետո վստահել հայ-թուրքական կարևորագույն բանակցություններում դերակատարում։ Նիկոլ Փաշինյանը նույն վստահությամբ վերաբերում է նաև Տեր-Պետրոսյանի կադրերին, ասեմ, սա էլ իմանաք, Տեր-Պետրոսյանի համար երկար ժամանակ հանրության հետ կապ ապահովող Վլադիմիր Կարապետյանը հետո դարձավ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ։ Իսկ հիմա Ուկրաինայում Հայաստանի դեսպանն է եւ կարծեմ վերջերս տեղափոխվեց այլ երկիր։ Ինչ է սա ցույց տալիս, որ մանախնդիր, վրեժխնդիր, քինախնդիր Նիկոլ Փաշինյանը որևէ խնդիր չունի Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի կադրերի հետ, փոխարենը խնդիր ունի այն կադրերի հետ, որոնք կարող են անգամ իրենց կյանքի ինչ-որ փուլու պատահաբար եղած լինեն Ռոբերտ Քոչարյանի երեխաներից որևէ մեկի համակուրսեցին։ Սա խոսում է փոխվստահության շատ բարձր մակարդակի մասին։ Նայիրի Պետրոսյանը հայ-թուրքական հարաբերությունների առումով կարևորագույն դերակատարում է ունեցել 2009 թվականից սկսած Սերժ Սարգսյանի թիմում, նա եղել է Սերժ Սարգսյանի երկարամյա ռեֆերենտը 11 տարի գրեթե, եւ հետո դարձել է վարչապետ Սերժ Սարգսյանի ռեֆերենտը, հետո դարձել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար որպես պաշտոնաթող նախագահի գրասենյակի։ Այսինքն Սերժ Սարգսյանը պաշտոնը թողեց եւ նոր գրասենյակ էր ձևավորում, այս գործը պաստորեն վստահվեց հիմա արդեն Նիկոլ Փաշինյանի համար վստահելի այս կադրին, այսինքն այնքան մտերմության այնպիսի մակարդակ կար, որ այդ իր անձնական գրասենյակի ձևավորումը վստահվել էր իրեն։ Այսինքն այստեղ նաև վստահ եմ նաև 2018-ին տեղ ունեցած իշխանահանձնման պայմանավորվածությունների մեջ որոշակի դերակատարում է այս մարդը ունեցել, որովհետև հակառակ պարագայում ինչով կարելի է բացատրել, որ պաշտոնաթող նախագահը իր գրասենյակի ձևավորումը տալիս է մարդու, որը Թուրքիայի հարցերով է մասնագետ, այսինքն Թուրքիային էր վերաբերում այդ գրասենյակը, թուրքական հարցերով էր զբաղվելու, դժվար է ասել։ Ինչևէ, սրա այս դրվագի մասին էինք ուզում խոսել եւ մեր հոդվածում սրա մասին ենք խոսել, բայց այսպես շատ դրվագներ կան, պաշտոնյաներ, որոնք Սերժ Սարգսյանի կողմից առաջ են մղվել, վստահելի կադրեր են եղել, հիմա շարունակում են ծառայել Նիկոլ Փաշինյանին, բայց միևնույն ժամանակ խնդիրներ չունեն Սերժ Սարգսյանը եւ դրա հետ խնդիր չունի նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Ավարտելով գանք միջազգային լուրերին։ Ադրբեջանի եւ Բելարուսի ռազմաօդային ուժերի հրամանատարները բանակցություններ են վարել Բաքվում։ Նամիկ Իսլամզադեն եւ Անդրեյ Լուկյանովիչը քննարկել են Բելարուս-ադրբեջանական ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները եւ դրա զարգացման ծրագրերը։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայությունը։ Հիշեցնենք, որ նախորդին Մինսկում տեղի ունեցել է Ադրբեջանի եւ Բելարուսի պաշտպանության նախարարների հանդիպումը։ Կալուգայի նահանգապետը արձագանքել է Նիժնի Տապր գյուղի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը։ Կալուգայի մարզում արդյունաբերական արտադրության ծավալը իրականում 2 անգամ ավելի մեծ է, քան Հայաստանում։ Այս մասին Russia Today-ին ասել է նահանգապետ Վլադիսլավ Շապշանը։ Մոսկվան նախազգուշացնում է Վաշինգտոնին Իսրայելի ուղիղ ռազմական օգնություն չցուցաբերել, նույնիսկ այդ առողջությամբ մանիպուլատիվ հայտարարություններ չանել։ Այդ մասին Ինտերֆաքսին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին ներքել է ԱՄՆ եւ Իսրայելի պաշտոնյաների պնդումները, ասելով, որ չկան ապացույցներ, որ Իրանը փորձում է միջուկային զենք ստեղծել, այս մասին հայտնում է Press TV-ն։ Մերձավոր Արևելքում առնվազն 10 ամերիկյան ռազմական օբյեկտներ գտնվում են իրանական հրթիռային համակարգերի հասանելիության սահմաններում, այս մասին գրում է Թանսիմ գործակալությունը։ Ըստ դիագրամի Բահրեյնի, Հորդանանի, Իրաքի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի, Սիրիայի եւ Թուրքիայի բազաները կարող են ենթարկվել հարձակման։
ԵՄ երկրները հաստատել են պաշտպանական նախագծերի ֆինանսավորման ծրագրերը 1.5 միլիարդ եվրոյի չափով, այս մասին տեղեկացրել է Reuters հեղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։ Աղբյուրի տեղեկացմամբ մոտ 65% բաղադրիչները պետք է գնվեն ԵՄ-ում կամ գործընկեր երկրներում։ Բացառություններ նախատեսված են կրիտիկականորեն կարևոր տեխնոլոգիաների համար։ Ռուսաստանի քաղաքացիները կարող են ցամաքային ճանապարհով հեռանալ Հայաստանով, հայտնել է Երևանում Ռուսաստանի դեսպանատունը։ Մենք տեղեկացնում ենք Ռուսաստանի քաղաքացիների համար Իրանից Հայաստան ցամաքային ճանապարհով մեկնելու լրացուցիչ տարբերակի մասին։ Իրանը հայաստանյան սահմանի Նորդուզ Ագարակ սահմանային անցակետով, նշել է դիվանագիտական առաքելության Telegram ալիքի հայտարարություններում։ Դեսպանատանն ավելացրել են, որ Իրանի եւ Հայաստանի միջև սահմանը բաց է, Ռուսաստանի քաղաքացիների համար անցումը անվճար է օտարերկրյա կամ ներքին վավեր անձնագրերով։ Նախնական ծանուցում չի պահանջվում։ Այսօր այսքանն էինք առանձնացրել ձեզ համար տեղական միջազգային մամուլից, ինչպես նաև մեկ հրապարակում պոլիտիկայից, ստեղծություն կհանդիպենք։